Մոսկվային դուր է եկել Զելենսկիին ուղղված Միացյալ Նահանգների նախագահի կշտամբանքները, թե 11 տարի առաջ կորցրած Ղրիմը պետք է թողնել Ռուսաստանին, ճանաչել Ռուսաստանի անբաժան մաս։ Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը եւ այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք։ Թրամփն ասում է, առանց մի կրակոցի ռուսներին հանձնված Ղրիմը հիմա ուկրաինացիների ինչներին է պետք։ Թրամփը Օվալաձև սենյակից նախատել է Զելենսկիին, թե ինչու ժամանակին Ուկրաինան չի պայքարել թերակղզու համար։ Եթե Ղրիմն են ուզում, ինչու չպայքարեցին դրա համար։ Այն հանձնեցին առանց մեկ կրակոցի։ Զելենսկին կարող է կամ խաղաղություն հաստատել, կամ պայքարել եւս 3 տարի եւ կորցնել ամբողջ երկիրը։ Իսկ Ղրիմը կամ որևէ ուկրաինական տարածք Զելենսկին չի պատրաստվում սկուտեղի վրա մատուցել Ռուսաստանին։ Իր վերջին խոսքն ասել է Ուկրաինայի նախագահը։ Ի պատասխան Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունների, թե խաղաղության դիմաց երկրի արևելյան շրջանների մի մասը, ինչպես նաև Ղրիմի թերակղզին, պետք է մնան Ռուսաստանին։ Բանակցելու ոչինչ չկա, դրանք մեր հողերն են, դրանք ուկրաինացիների հողերն են։ Ղրիմը Ուկրաինայի է եւ վերջ սկզբունքը առաջ է տանում նաև Եվրամիությունը։ Բրյուսելից հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահի կողքին են ու մինչև վերջ աջակցելու են այդ երկրի տարածքային ամբողջականությանը։ Ղրիմը Ուկրաինա է, մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին, աջակցելով նրա ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Կոմպրոմիսի չգնացող Զելենսկիին վերջին զգուշացումներն է տալիս Միացյալ Նահանգների նախագահը, ըստ նրա Զելենսկին հարվածում է խաղաղության նախաձեռնությանը եւ շարունակում է արյունահեղությունը։ Ես ուղղակի ուզում եմ, որ պատերազմը շուտ ավարտվի։ Այս տեսակետը վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար։ Այդ պատճառով չեղարկվեցին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի արտգործնախարարների մակարդակով նշանակված երեկվա լոնդոնյան բանակցությունները։ Թրամփը խոստովանել է, ավելի հեշտ է Մոսկվայի հետ լեզու գտնել, քան Ուկրաինայի նախագահի, չնայած միշտ հակառակն է մտածել։ Կարծում էի, որ Զելենսկիի հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է ավելի դժվար է։ Ռուսաստանը ուզում է խաղաղության գործարք կնքել, բայց Ուկրաինայի նախագահի հետ համաձայնության գալն ավելի դժվար է։ Չընդհատվող կապի մեջ է Վաշինգտոնը Մոսկվայի հետ։ Որոշ ժամանակ անց կարող են հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ջոն Ռատկլիֆը։ Այս շաբաթ սպասվում է նաև Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի այցը Մոսկվա, հանդիպելու Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։